Փորկապությունը ազդում է կյանքի որակի վրա, ինքնազգացողության ընկճում է տրամադրությունը, այնպես որ պետք է ազատվել դրանից։ Մենք նշեցինք երկու կարևոր քայլ, առաջինը աղիքի գործելու ռեֆլեքսի ձևավորումն է, երկրորդը սննդակարգը վերանայում ենք եւ ավելացնում ենք այն մթերքները, որոնք կօգնեն ձեզ ազատվել փորկապությունից, եւ երրորդ ամենակարևոր քայլերից մեկը թերևս ֆիզիկական ակտիվությունն է։ Երրորդ ամենակարևոր պատճառներից է այո ցածր ֆիզիկական ակտիվությունը, նստակյաց կյանքը եւ խնդրի լուծման համար, ինչպես արդեն նշեցի, շատ կարևոր է օրվա մեջ գոնե 20-30 րոպե քայլքը, դա հստակ ապացուցված է, որ ունի շատ լավ էֆեկտ փորկապության հակվածությամբ անհատների մոտ եւ իհարկե ավելի ինտենսիվ ֆիզիկական ակտիվություն շաբաթը գոնե 2-3 անգամ։ Վարքային փոփոխություններից արդեն նշեցինք, դա որովայնի մկանների ուրեմն գծկումներն են, կքանիստ շարժումներն են, այսինքն որովայնային մկանները պետք է լինեն զարգացած, որը եւ օգնելու է աղիների նորմալ աշխատանքին։